գիտի աշխարհում քանի տարբեր կրոններ կան։ Չգիտեք։ 10,000։ Դրանց բացարձակ մեծամասնությունը շատ փոքր եւ աննշան կրոններ են, գիտեք, տեղից ելողը հետևորդներ է հավաքել, գաղափարախոսություն է ձևավորել, նրանց մտքերը լվանալով հետևել են իրեն։ Սա գիտեք ինչին է նմանում։ Ինչպես որ օրինակ Հայաստանում 100-ից ավելի կուսակցություններ կան։ Տեղից ելողը կուսակցություն է հիմնում։ Մի փոքր երկրի մեջ։ Այդ կրոնների մեջ միայն մի քանիսը կազմում են աշխարհի բնակչության 85%-ը։ Այն մնացած 9,900 եւ քանիսը միասին միայն 15%։ Քրիստոնյաները աշխարհում համարվում են ամենաշատը եւ այստեղ քրիստոնյա ընդհանրական ենք վերցնում։ Մենք շատ լավ գիտենք, որ կա անվանական քրիստոնեություն, անունով միայն քրիստոնյա, կրոնի հետևող քրիստոնյաներ, ավանդապաշտությամբ առաջնորդող եւ Սուրբ գրքի հիման վրա հաստատված քրիստոնյաներ, այն է վերստին ծնունդ ունեցողներ, եւ սա պայման է, որ Հիսուս Նիկոդեմոսի առաջ դրեց, եթե մեկը Սուրբ Հոգուց, վերևից, երկնքից, Աստծուց չծնվի, չի կարող Աստծո թագավորությունը մտնել։ Քրիստոնյաները կազմում են աշխարհի բնակչության 31%-ը։ Մուսուլմանները, ամբողջական իսլամ կրոնը, իր բոլոր տարբեր ճյուղավորումներով 24%, հինդուիզմը 15%, բուդդիզմը 7%, հրեիզմը 16 միլիոն մարդ կա աշխարհում։ Բոլոր կրոնների մեջ կա մի գաղափար, որ Աստծուց մեկը պիտի գա երկրի վրա, ֆիզիկական մարմնով։ Դա լինի մարդ կամ որոշ կրոնների մեջ անգամ անասուն։ Սրանք կոչվում են ավաթար, Աստծուց ղրկված, եւ սպասում են։ Օրինակ, հինդուիզմի մեջ Կրիշնյան եւ Ռաման ավաթարներ են։ Իրենց Աստծուց եկած, որոնց ուղարկել է Վիշնու Աստվածը, գերագույն։ Ինչի համար է ուղարկել։ Երկրի վրա արդարություն հաստատելու։ Կարող եք լիաթոք ծիծաղել։ Հինդուները իրենց պնդմամբ 3700 տարի է սպասում են Կալի Չաստվածուհուն, որ իբրև թե ունի արարչագործելու եւ ոչնչացնելու զորություն, այսինքն դատաստան կարող է անել, ժամանակը ինքն է տնօրինում, ինչ ուզի կփոխի։ Եվ սա երևակայական մի պատկեր է, կերպար է, ու մարդիկ հավատում են ու սպասում են, որ պիտի գա։ Կգա ու կտեսնեք։ Խաբվածներ։ Ինչ եք կարծում, բուդդիստները ում են սպասում, որ գա։ Տրամաբանական է, որ ասեք Բուդդային են սպասում, բայց բանից պարզվում է, նրանք սպասում են Մայթրեային կամ Միտրային արդեն 2600 տարի է։ Թվեր է, որ նկարում են, ով գիտի։ Մարտյան ապագա լուսավորիչ է, որ ներկայումս բնակվում է ուշադրություն Թուշիտա երկնքում, նոր հայտնագործություն երկնքի մի տեղ, որ կոչվում է Թուշիտա, սա հայերեն թուշի հետ կապ չունի անշուշտ, սպասվում է, որ նա երկիր պիտի իջնի հարմար ժամանակին, ուրեմն 2600 տարի է, հեչ հարմար ժամանակ չեղավ, Մայթրյան կամ այս անունը առաջացել է սանկրիտերեն Մայթրի անունից, որ նշանակում է սիրառատ բարություն։ Տեսնում եք, այսպիսի խառնիճաղանճ, լաբիրինթոսային կրոնների մեջ սատանան ինչ մեծ հաջողություն է արձանագրել, եւ միլիոնավոր ու 100 միլիոնավոր մարդիկ հետևում են նրանց։ Կատարյալ հիմարացած վիճակի մեջ է։ Աստծո խոսքը շատ դիպուկ,
շատ տեղին ու ճիշտ բնութագրում է տալիս Հռոմեացիների մեջ, այդպես են կարդում Հռոմեացիների առաջի նամակ 22 համարից։ Իրենք իմաստուն են ասեցին ու հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին նմանեցնելով եղծանելի մարդու, թրջունների, չորքոտանիների եւ սողունների պատկերին։ Սրա համար Աստված էլ պղծության մատնեց զանոնք իրենց սրտերի ցանկություններով, իրենց մարմինները իրենց մեջ անարգելու, որոնք Աստծո ճշմարտությունը սուտի հետ փոխեցին եւ երկրպագություն եւ պաշտոն մատուցանեցին ստեղծվածներին, քան թե ստեղծողին, որ հավիտյան օրհնյալ է, ամեն։ Շիա մուսուլմանները սպասում են իմամ Մուհամմադ ալ-Մահդիին կամ Զաման անունով, որը 12-րդ եւ վերջին իմամն է, որ պիտի գա երկրի վրայից արդարությունը վերցնելու։ Մահդին պիտի հայտնվի որտեղից։ Ջրհորից, ցեխոտ, կեղտոտ հագուստներով, 1.5 մետր երկարությամբ մորուքով, գործերի հետ այդքան տարի ապրել են նույն ջրհորում, 1300 տարի։ Տեսնում եք, չէ, հեքիաթներ են սրանք, հեքիաթ։ Եվ մուսուլմանները հավատում են սրան, որ Մեհդին հենց ջրհորից պիտի հայտնվի։ Սուննի մուսուլմանները հավատում են, որ Մեհդին պիտի գա եւ նրա հետ պիտի ընկերակցի Իսան, այսինքն Հիսուսը, ով Մեհդիի օգնականը պիտի լինի ու պիտի աղոթի, որ Մուհամեդի պատգամները գործադրվեն։ Սատանան զորավոր միտք եւ երևակայություն ունի։ Եվ այսպես խաբել է ու խաբում է, եւ գիտենք աշխարհի վրա երկու հոգի կա, մեկը Աստծո հոգին է, ճշմարտության, սիրո եւ զգաստության հոգին, մյուսը սատանայի հոգին է, խաբեության հոգին։ Եվ այսպես սատանան խաբել է ու խաբում է դարեր շարունակ։ Ահա 1000 տարի է Լիբանանում, Սիրիայում եւ Հորդանանում ապրող դրուզները, լսել եք դրուզների մասին, սպասում են Համզա իբն Ալիին, դրուզական հավատքի առաջնորդը, ով ինչպես հավատում են 1021 թվականին անհետացել է, թաքնվել է, չի մահացել։ Եվ ահավասիկ 1000 տարի ինքը ողջ է, որտեղ է, այդ որ անտառում է։ Բայց պիտի գա երկրի վրա նորից արդարություն հաստատելու համար։ Խաբեությունը չափով չէ, սահման չունի խաբեությանը։ Այս բոլոր նշվածներից որևէ մեկը հետ չի գալու, նախ եւ առաջ, որ դրանք գոյություն չունեն, ովքեր էլ որ գոյություն ունեն, ներկայում դժոխքում իրենց ամոթն են կրում, որ սպասում են իրենց հերթին, որ պիտի դատվեն Տիրոջ առջև։ Այս բոլոր խոստացվածները, ինչ անուններ որ նշեցինք, դրանցից որևէ մեկը ճանաչված չէ։ Այսինքն մարդիկ նրան անձնապես չեն ճանաչում։ Հետևաբար, երբ որ հակաքրիստոսը գա, ները, նրանց սպասելիքներին բավարարում պիտի տա, որտև սատանայական ամբողջ զորությամբ պիտի գա ու ամբողջ իմաստությամբ, սատանան հանճարեղ մեկն է, նրա գոյությունը մենք, այսինքն թեթև ձևով չվերցնենք, գիտի իր գործը խաբում է, իր հետ միասին միլիոնավորների դժոխք է տանում։ Ները երբ որ հայտնվի, նրանց սպասելիքներին բավարարում պիտի տա։ Բայց ճշմարիտ Աստված ինքն է խոստացել, որ պիտի գա երկրի վրա, եւ այդ խոստումը արձանագրված է սրբազան գրություններում։ Առաջի խոստումը որն էր Աստծուց տված։ Հենց սկզբում Ծննդոց 3-րդ գլուխ եւ 15 համար, որ կնոջ սերունդը սատանայի գլուխը պիտի ջախջախի, հետևաբար պիտի գա, չէ, սովորական մարդու մասին չէ խոսքը, այլ որ Աստված է, որ պիտի ղրկի նրան,
Եվ Հիսուս ասաց, ես հոր ծոցից ելա եւ եկա։ Ուրեմն խոստումը տրված է։ Եվ Հիսուս այս մարգարեությունը իրագործեց խաչի վրա, երբ որ համայն մարդկության մեղքը իր վրա առավ եւ իր հրաշափար հարությամբ ջախջախեց սատանայի գլուխը։ Խոստացվեց, որ եկողը կուսական ծնունդով պիտի գա։ Եսայի 7-րդ գլուխ եւ 14 համար կույսը պիտի հղանա եւ որդի պիտի ծնի եւ նրա անունը պիտի կոչվի Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ, Աստված մեր մեջ։ Նաեւ խոստացվեց, որ ծնվող մանուկը ինչ պիտի լինի։ Մեզ մանուկ ծնվեց, մեզ որդի տրվեց եւ իշխանությունը նրա ուսերի վրա պիտի լինի, նրա անունը պիտի կոչվի Սքանչելի խորթակից հզոր Աստված հավիտենականության հայր խաղաղության իշխան։ Նշվեց ծննդյան վայրը Միքիա 5-րդ գլուխ եւ 2-րդ համար, ով Բեթլեհեմ Եփրաթա, թեև դու հազարավորների մեջ պստիկ ես, բայց քեզ մե պիտի ելնե այն, որ պիտի թագավորություն բերի, եւ այդ տեղը Բեթլեհեմն է։ Մեսիան Դավթի թագավորական շարավիղից պիտի գար։ Եսայի 11:1 Հեսեի բնիչ շարավիղ պիտի ելնե եւ նրա արմատից ընձուղ պիտի բուսնի եւ նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին եւ նշում է այդ հոգին, որ 7 մասերից բաղկացած է։ Եվ նաեւ Երեմիայի 23-րդ գլուխ 5 համարն է ասում այդ մասին։ Մեսիան խոնարհությամբ Երուսաղեմ պիտի մտնե, Զաքարիա 9:9, Մեսիան համայն մարդկության համար զոհ եւ պատարագ պիտի լինի, Եսայի 53-րդ գլուխ։ Եվ Տեր Հիսուսի աշխարհ գալու, առաջի անգամ աշխարհ գալու բոլոր մարգարեությունները, բոլոր անխտիր, կատարելապես իրագործվեցին։ Perfectly done։ Այսինքն չկար մի մարգարեություն, որ խոսվեց եւ իրողություն չեղավ։ Տեսնում եք, մենք որքան վստահություն ունենք հիմա։ Իր առաջի գալստյան վերաբերյալ գրությունները, որ միջև գնում է Ադամի օրոք, չէ՞, Ծննդոց 3:15, անգամ մարգարեների գրած 700-500 տարի առաջ գրված մարգարեություններ իրականացան, եւ Հիսուս անգամ իր մահվան եւ հարության վերաբերյալ խոսեց Ղուկաս 18-րդ գլուխ 33 համար, որ հեթանոսների ձեռքը պիտի ընկնի, որ նրան խաչը պիտի անեն, որ երրորդ օրը հարություն պիտի առնի։ Ուրեմն ծնունդով եկավ։ Խաչելության վրա մարգարեությունները կատարվեցին բոլորը, եւ Հիսուս խոստացավ, որ երկրորդ անգամ պիտի գա։ Ահա իրական Մեսիան, եւ նաեւ նշաններ տվեց Հիսուս, որոնցից մի քանիսը պիտի կարդանք Մատթեոս 24-րդ գլուխ 32 համարից։ Թզենու առակ սովորեցեք, երբ որ նրա ոստերը կակուղնան եւ տերևները ցծվին, կհասկանանք, թե ամառը մոտ է։ Նույնպես դուք էլ երբ այս բաները տեսնեք, գիտեք, թե մոտ է, դռներու քով է, ճշմարիտ կսեմ ձեզի, այս ազգը պիտի չանցնի, միջև այս ամեն բաները կատարվեն։ Երկինք ու երկիր պիտի անցնեն, բայց իմ խոսքերիցս բնավ որևէ բան չի անցնելու։ Թզենին 5 տարեկանի մեջ բազմիցս մենք տեսնում ենք խորհրդանիշն է Իսրայելի։ 1948 թվականի մայիսի 14-ին իրականացավ այս մարգարեությունը։ Ժամանակացույց սկսեց գործել եւ դրանից սկսած Քրիստոսը պիտի գա։ Ամեն ժամանակ հնարավոր է նրա հայտնվելը։ Շարունակում ենք 36 համարից։ Իսկ այն օրվան եւ ժամու համար մարդը չի գիտեր, ոչ էլ երկնքի հրեշտակները, հապա միայն իմ հայրս։ Հիսուս է խոսում։ Ինչ է, Հիսուս ամենագետ չի։ Միթե Հիսուս չգիտի այդ բաները։ Որքան որ հայրը գիտի, այնքան որդին գիտի, որքան որ հայրը զորություն ունի, այնքան որդին զորություն ունի, բայց միշտ մեր մտքի մեջ թող լինի, Հիսուս երբ որ խոսում էր,
խոսում էր որպես պաշտոն կատարող մեկը, որ որպես որդի հայտնվեց փրկիչ լինելու համար։ Բայց ինչպես էր Նոյի օրերը, որդի մարդու գալուստն էլ այնպես պիտի լինի, մարդիկ առանց Աստծո ապրում են, մարդկանց սրտի չարությանը սահման չկար, կին են առնում, երկաներ տրվում, այսինքն իրենց կյանքը առանց Աստծո էր անցնում, քանզի ինչպես այն օրերը ջրեղեղից առաջ կուտեին, կխմեին, կին կառնեին, երկան կտրվին, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, չգիտան մինչև ջրեղեղը եկավ եւ ամենքը վերցրեց, որդին մարդու գալուստն էլ այնպես պիտի լինի։ Նոյը որքան քարոզեց։ Մի 5-6 տարի, 120 տարի քարոզեց, 120 տարի ասաց, ապաշխարեցեք, ջրեղեղով Աստված պիտի կորցնի ձեզ, դատաստան պիտի գա ձեր վրա, չհավատացին, ինչ ջրեղեղ, անգամ անձրև չի գալիս, ինչի մասն ես խոսում։ Այսօր էլ քարոզվում է, որ Հիսուս շուտով պիտի գա, ձեր սրտերը նրան տվեք, ապաշխարեցեք, մարդիկ անտարբեր են։ Այն ատեն, եթե երկու հոգի արտի մեջ լինեն, մեկը պիտի առնվի, մյուսը ձգվի։ Ովքեր են այս երկու հոգին։ Մեկը հավատացյալ էր, մյուսը անհավատ էր։ Հավատացյալը պիտի հափշտակվի, անհավատը պիտի մնա։ Եվ եթե երկու կին մեկ աղորիկով աղալու լինեն, մեկը պիտի առնվի, մյուսը պիտի ձգվի։ Եթե այնպես լինի, որ Հիսուսի եկած ժամանակ, հափշտակության ժամանակ, ասենք արևմտյան կիսագնդում, չէ՞, գիշեր լինի, մարդիկ քնի մեջ են, իրենց անկողինների մեջ, հավատացյալ կինը պիտի հափշտակվի, ամուսինը պիտի մնա, առավոտյան պիտի ելնի, կինը չկա, 24 ժամ պիտի սպասի, մինչև ոստիկանություն հայտնի, չի հասցնի, որտև այդ լուրը այնքան արագ պիտի տարածվի, որ միլիոնավորներ երկրի վրայից բացակայում են։ Պատկերացրեք, ընտանիք, որի մեջ, ասենք, մեկ հոգի կամ երկու հոգի հավատացյալ են, մյուսները հավատացյալ չեն, ընտանիքով հավաքված են, եւ հանկարծ այդ անձնավորությունները մեկ ակնթարթի մեջ հափշտակվեցին եւ այլևս չկան։ Ինչեր պիտի գա երկրի վրա, սա պիտի լինի երկիր մոլորակի վրա ներկա դարաշրջանի ամենամեծագույն իրադարձությունը։ Ուրեմն արթուն կեցեք, վասնզի չեք գիտեր, թե որ ժամուն ձեր Տերը պիտի գա, բայց այս բանը իմացեք, եթե տանտերը իմանար, թե գիշերվա որ պահուն գողը կգա, արթուն կկենար և թող չեր տար, որ իր տունը ծակեն։ Հիսուս իր գալուստը նմանեցրեց գիշերվա գողի գալուն։ Գողերը ընդհանրապես գործում են գիշերները, չէ՞, ներկայիս գողերը շատ ավելի, ասինքն էքսպերիանս ունեն, չէ՞, ավելի տիրապետում են ներկա դարաշրջանի տեխնիկական միջոցների, ցերեկներն էլ են մտնում։ Մարդիկ տանը ցերեկը մտնում են, գողություն են անում։ Բայց գիշերվա գողը ինչպես է գալիս, աննկատ, որը մարդ չտեսնի, այդպես պիտի լինի որդի մարդու գալուստը։ Անոր համար դուք ալ պատրաստ եղեք, քանզի որդի մարդու պիտի գա այնպիսի ժամումը, որ դուք չեք կարծում։ Ուրեմն մենք այնպիսի հոգևոր կյանք ապրենք, այնպես սպասենք, որ ամեն ատեն մենք կարծենք, որ պիտի գա։ Չասենք, ինչ իմանանք, երբ կլինի։ Միգուցե 5 տարի հետո, 10 տարի հետո եւ մեզ համար ծրագրեր, պլաններ կառուցենք, երկարաժամկետ։ Հավատացյալի կյանքը ամենալավագույնը օր-օրի։ Ուրեմն խոստացվեց մեկը, որ երկրի վրա պիտի գա եւ մարմնով պիտի հայտնվի։ Աստված մարմնով հայտնվեց։ Իր առաջի գալստյան բոլոր մարգարեությունները կատարվեցին, իր երկրորդ գալստյան խոստումներ կատարելապես պիտի իրականանա։
Եվ սա արժանահավատ է, trustworthy, արժե որ հավատանք, որովհետև 100%-անոց է, заслуживающий доверия, մի պահ հիշենք սկզբում խոսված ավաթարների և մեհդիների մասին, հասկանում եք, ինչ ծիծաղելի կերպարներ են սրանք, սատանան է ստեղծել և որոշ մարդկանց միջոցով միլիոնավորների խաբել է։ Տեր Հիսուսի երկրորդ գալստյան կերպը անգամ հստակեցված է։ Հիսուս ինքը ասաց, նաև Պողոս առաքյալ Թեսաղոնիկեցիներին է գրում, առաջին նամակ 5-րդ գլուխ 2-րդ համար, Տիրոջ գալուստը գիշերվա գողի պես պիտի հասնի, այսինքն աննկատ աշխարհի համար։ Մեկ ուրիշ վկայություն Պետրոս առաքյալի 2-րդ նամակ 3-րդ գլուխ 10 համար։ Տիրոջ օրը գիշերվա գողի պես պիտի գա։ Տեսնում եք, նույն բանը տարբեր մարդիկ տարբեր տեղերում գրել են, որովհետև հոգին է նրանց գրել տվել։ Եվ նաև հայտնության 16-րդ գլուխ 15 համարում Տեր Հիսուս մեկ անգամ ևս իր գալստյան վերաբերյալ խոսում է ասելով. Ահա գողի պես կգամ, երանի նրան, որ արթուն կմնա։ Հետևաբար սիրելի եղբայրս եւ քույրս, հավատքի կյանքի մեջ քո լավագույնը տարա, արթուն մնալու համար։ Սկզբունքներ Աստված տվել է, առաջ հոգևորը, հետո մարմնավորը։ Երբ որ կտեսնեք Տիրոջ գալուստի մոտ լինելը, մեկտեղ հավաքվելը մի թողեք։ Եվ ինչ որ հիմա մենք խոսում ենք, մեր երջանիկ հույսն է, որ կոչվում է հափշտակություն, rapture։ Անգլերենով բոլոր գրքերի մեջ գրված է քարապ, կտրվել, վերառնվել, ռուսերեն восхищение։ Բայց երբ որ դիմում ենք հունարենին, մենք ուրիշ ավելի բացատրություն ենք ստանում։ Հարփազո բառն է, որ նշանակում է ուժով վերցնել, snatch from this world, այսինքն ուժով վեր տանել։ Լավ, հափշտակության մասին ենք խոսում, բայց նաև համարներ կան, որ կարծես թե հակասություն են առաջացնում, օրինակ հայտնություն առաջի գլուխ 7 համար։ Ահա ամպերով կգա ու ամեն աչք պիտի տեսնի և նրանք էլ, որ իրեն խոցեցին։ Գողի նման պիտի գա, բացարձակ մեծամասնությունը չի տեսնելու, ամպերով է գալիս, ամեն աչք պիտի տեսնի։ Միթե հակասություն կա։ Դեռ ավելին, մեկ համար էլ ավելացնենք, Գործք առաքելոց առաջի գլխում, երբ որ Հիսուս պիտի համբարձվեր երկինք, երբ որ համբարձվեց և ամպը նրան ծածկեց, հրեշտակը հայտնվեց ներկաներին ասաց, ինչ եք աչքները տնկած վերև նայում։ Այս Հիսուսը, որ այսպես երկինք գնաց, նորից պիտի գա, այսինքն տեսանելի։ Հիմա ինչպես պիտի բացատրենք այս թնջուկը։ Տեր Հիսուսի երկրորդ գալուստը երկու հանգրվանով պիտի լինի։ Առաջինը կոչվում է հափշտակություն, որ աշխարհի համար պիտի մնա անհայտ, այսինքն ծածկված աշխարհի համար, երկինք գնալով օդի մեջ նախքան երրորդ երկինք մտնելը, Քրիստոսի ատյանում գործերի քննությունը պիտի լինի և Քրիստոսի հարցը պիտի մտնի երկինք։ Եվ երկրորդ գալուստը ունի նաև երկրորդ մաս, որ կոչվում է հայտնություն, second stage of second coming։ Ահա այդ ժամանակ է, որ Հիսուս երբ որ գա, փառքով և զորքով իր մարմինը կազմող եկեղեցու հարսի հետ միասին, ամեն աչք պիտի տեսնի երկրի վրա, և Հիսուս իր բերանի շնչով ներին և սուտ մարգարեին պիտի ոչնչացնի և նրանք պիտի գնան ծծումբով այրված կրակի լճի մեջ։ Նրանք իրենց խոցածին պիտի տեսնեն։ Զաքարիա 12:10, ովքեր են, որ պիտի տեսնեն իրենց խոցածին, հրեաները։ Իրենց խոցածին պիտի նայեն, սրանք այն 1/3 մնացորդն է,
ովքեր որ ների ձեռքից մազապուր ձևով ազատվել են։ Հիսուս բազմիցս խոսեց իր նորից գալու մասին եւ իր բոլոր խոստումներին մենք ինչ ենք ասում։ Այո, եւ ամեն օրտնյալ են այդ խոստումները, որովհետեւ 100% ենք համոզված, որքան որ հիմա միմյանց տեսնում ենք եւ սա իրողություն է, այդքան համոզված ենք Տեր Հիսուսի խոսքերի մեջ, համոզված ենք, որ նա պիտի գա եւ իր խոստումի Տերն է։ Որովհետեւ մենք նրան ճանաչում ենք, մենք նրան ճաշակել ենք, խոստացողին մենք անձնապես գիտենք։ Եվ գիտենք, որ ինքը ինչ որ խոսեց, ճշմարտություն խոսեց, ասաց ես եմ ճշմարտությունը եւ միակը։ Տերը պիտի գա, մեդին թող կեղտոտ իր հագուստներով ջրորից դուրս անեն, միգուցե սափրեն, մի լավ լողացնեն, որովհետև համաճարակի բուն է, զարազա, բայց Հիսուս երկնքից պիտի գա, և այս խոստումը տվեց, Հովանու կարդում ենք, 14-րդ գլուխ առաջի 3 համարները։ Սրտերնիդ չխռովի, Աստծուն հավատացեք, ինձ էլ հավատացեք։ Կարծես թե այս խոսքի մեջ Հիսուս իրեն Աստված լինելուց մի կողմ է դնում, քավլիցի։ Ի նկատի ունի հորը եւ իրեն որպես որդի, բայց ինքը պաշտոնի մեջ է եւ եկավ փրկության գործը կատարելու համար։ Իմ հորս տանը շատ բնակարաններ կան, հապա թե ոչ ես ձեզ պիտի ասեի։ Հիմա կերթամ, որ ձեզի տեղ պատրաստեմ, եւ եթե երթամ ու ձեզի տեղ պատրաստեմ, նորից պիտի գամ եւ ձեզ քովս առնեմ, որպեսզի ուր որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։ Հիսուս այս խոստումը տվեց 100%-ով է, 100%-ով։ Աստծո խոսքը այնքան ճշգրիտ է, որ այս բնութագրումները, խոստումները, որ մեզ տրվում են, գալիք իրադարձությունները հերթականությամբ մեզ ներկայացվում է։ Անգամ ամենափոքր դետալները դրանց մեջ, որպեսզի մենք ընդհանուր պատկերացում ունենանք, թեև շատ ու շատ բաներ մեզանից ծածկված են, որովհետև մենք այդ ամենը չենք կարող ըմբռնել, որովհետև աստվածային խորհուրդները մարդու խորհուրդներից այնքան բարձր են, որքան որ երկինք երկրից բարձր է։ Հիմա էլ կարդանք Թեսաղոնիկեցիների առաջին նամակից, եւ սրանք շատ նշանավոր գրություններ են։ Առաջին նամակ Թեսաղոնիկեցիների 4 գլուխ եւ 12 համարից։ Չենք ուզում եղբայրներ, որ տգետ լինեք ննջեցյալների վրայով։ Սա ոմանք վիրավորական են ընդունում, բայց տգետ նշանակում է չիմացող։ Որպեսզի չտրտմիկ ինչպես ուրիշներ, որոնք հույս չունեն, այդպես է։ Նրանք, ովքեր հույս չունեն, մեռելների հարության վրա այդ հավատալիքը չունեն, իրենց հարազատի կորուստը իրենց համար վերջնական է, այլևս չեն տեսնելու եւ ոչ մի մխիթարություն չունեն։ Բայց նրանք, ովքեր որ հավատում են մեռելների հարությանը, հավիտենական կյանքին, նրանք գտնում են Քրիստոսի մեջ իրենց մխիթարությունը։ Քանզի եթե կհավատանք, թե Հիսուս մեռավ եւ հարություն առավ, հավատում ենք։ Ամեն։ Նույնպես էլ Աստված ննջեցյալները Հիսուսով պիտի բերի անոր հետ։ Վասնզի սա կսեմ ձեզ Տիրոջ խոսքով։ Եթե մենք միջև Տիրոջ գալուստը ողջ մնանք, բնավ ննջեցյալներից առաջ պիտի չանցնենք։ Վասնզի Տերը ինքը ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով երկնքից պիտի իջնի եւ Քրիստոսով մեռածները առաջ հարություն պիտի առնեն։ Հետո մենք էլ, որ ողջ ենք մնացել, անոնց հետ պիտի հափշտակվենք ամպերով Տիրոջ առջև ելնելու օդի մեջ, ինչու օդի մեջ, որովհետև Քրիստոսի ատյանը պիտի լինի։ Եվ այնպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք, ուստի մեկս մեկ այս խոսքերով մխիթարենք, որ Տերը շուտով պիտի գա, Մարանաթա պիտի լինի։ Ուրեմն փողի հնչվելը, փողը պիտի հնչվի։ Ովքեր պիտի լսեն փողի հնչվելը։ Միմիայն
վերստին ծնունդ ունեցող հավատացյալները։ Նրանք, ովքեր որ հավատքով Սուրբ Հոգին ստացել են, միայն նրանք պիտի լսեն այդ ձայնը։ Աշխարհը որևէ ձայն չպիտի լսի, որովհետև աշխարհի աղմուկ այնքան բարձր է, նրանց խլացրել է ամեն տեսակ ձայներով, բայց քանի որ մենք հավատում ենք, քանի որ մենք սպասում ենք, այդ ձայնը պիտի լսենք։ Ուրեմն առաջ Քրիստոսով ննջածները հարություն պիտի առնեն։ Հերթականություն կա։ Միգուցե այս հերթականության մեջ վայրկյանների տարբերություն է, բայց հերթականությունը կա։ Նրանք, ովքեր մեզանից առաջ Քրիստոսով ննջեցին, բալավ, չէ՞ որ նրանք երկինք են գնացել։ Ինչպես պիտի հարություն առնեն։ Աստվածային օրենքն է դա։ Ով որ մահացավ, որտեղ որ թաղվեց, այնտեղից հարություն պիտի առնի։ Որևէ ապացույցություն է գայո։ Հայտնություն 20-րդ գլուխ եւ կարդացեք Ճերմակ աթոռի դատաստանը, ծովը իր մեջի մեռելները տվեց։ Ոմանք կան, որ ծովի մեջ խեղդվել են, ոմանք կան, որ ասենք մեծ հրդեհներ եղավ, այդ պատճառով են մահացել։ Ով որտեղ որ թաղվել է, այնտեղից հարություն պիտի առնի։ Սա է աստվածային օրենքը։ Հետո ողջ մնացածները պիտի հափշտակվեն, հարբազոր պիտի լինեն։ Carried by enormous force, շատ զորավոր ուժով Աստված երկինք պիտի տանի։ Ոչ միայն այսքանը, այլ նաև մեզ տրված է այդ ժամանակահատվածը, որի մեջ պիտի տեղի ունենա հափշտակությունը։ Որքան է այն։ Որքան է այն։ Եկեք կարդանք Կորինթացիների նամակի մեջ, տեսնում եք, Աստված որքան մանրամասնություններ է տալիս։ Ում որ մենք սպասում ենք, այս իրադարձությունները պիտի տեղի ունենան։ Կորինթացիների առաջին նամակ 15-րդ գլուխ 50 համարից։ Բայց սա ձեզ կասեմ, եղբայրներ, որ մարմին եւ արյուն Աստծո թագավորությունը չեն կարող ժառանգել։ Ոչ էլ ապականությունը կժառանգի անապականությունը։ Այսինքն այս մարմինը, որ մենք եկի վրա կրում ենք, ժամանակավոր է, միջև որ այն ծերանա, որոշ պարագաներում հիվանդանում է եւ այլևս չի կարողանում իր մեջ մեզ պահել, նա գնում է հողին եւ մենք հարություն ենք առնում։ Ահա ձեզ խորհուրդը կսեմ, ամենքը պիտի չննջեն, բայց ամենքս էլ պիտի փոխվենք։ Աչք փակելու, բացելու մեջ հանկարծակի, աչքը փակի եւ բացի։ Հաշվել են ժամանակամիջոցը 0.11 վայրկյան, արևմտահայերենով 1 վայրկյան, կարող է երևակայել, մեկ ակնթարթից շատ պակաս, հանկարծակի, որտեղ փողը պիտի ինչվի, մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, մենք էլ պիտի փոխվենք։ Վասնզի պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն հագնի եւ այս մահկանացուն անմահություն հագնի, ինչպես Տեր Հիսուս խոստացավ մեզ, ինչպիսի մարմին ինքը որ հիմա կրում է հարությունից հետո փառավորյալ մարմին, այդպիսի մարմին է խոստացված մեզ։ Մեր խոնար ծերացող մարմինը իր փառավոր մարմնին կերպարանակից պիտի անի Տերը։ Բայց այս ապականացու մարմինը անապականություն հագնի եւ այս մահկանացուն անմահություն հագնի, այն ատեն պիտի կատարվի այս խոսքը, որ գրվեց. մահը հաղթության մեջ ընկղվեց։ Այսինքն հատակի չավ, այլևս նա գործառույթ չունի, վերջացավ նրա գործը։ Որտեւ մարդ արարածը հավիտենական էակ է։ Նույն բանը պիտի պատահի նաեւ անհավատ մարդկանց հետ։ Ոչնչացում չկա, սա սատանայական խաբեություն է։ Պիտի ոչնչանաս գնաս, հետեւաբար կյանքդ լավ ապրի, վերջում երբ որ աչքերդ փակելուց լինես, ասես լավ կյանք եմ ապրել։ Բա
Հետո աշկերտ պիտի բացես մի տեղ, որ երբեք չէր ուզենա գնալ։ Իսկ երկինք գնալու մեկ ճանապարհը Տեր Հիսուս ինքն է, ասաց ես եմ ճանապարհը դեպի երկինք։ Մեկը հոր մոտ չի կարող գնալ, բայց միայն իրենով է այդ ճանապարհը։ Եվ այս ամեն ինչ, որ մենք խոսում ենք, սիրելիներ, հափշտակության մասին, ոմանք այն ընկալում են, հավատացյալներ են այս մարդիկ, որպես այլաբանություն, ալեգորիա, եւ սրանց անունը ռեֆորմիստներ է։ Եթե իմանում եք ոմանք ռեֆորմիստներ են, այդ մարդիկ հափշտակության չեն հավատում։ Երբ որ հափշտակություն լինի, իրենց վիճակը ինչ կլինի, կփրկվեն այս մարդիկ։ Պատասխան այո է, որովհետև այս կամ այն աստվածաբանական հավատալիքներով չի որոշվում։ Մեկը Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ ունի, ինքը պիտի փրկվի։ Բայց երբ որ հափշտակությունը տեղի ունենա, ու նրանք, ովքեր որ հափշտակության չեն հավատում, գլխի կոր պիտի մնան, Քրիստոսի ատյանի առջև ամոթահար պիտի լինեն, որ իրենք չէին հավատում հափշտակության, եւ ահավասիկ այն տեղի ունեցավ։ Դե ասում են Լյութերը այդ մասին չի ասել։ Դե չգիտեր չի ասել, իրեն չի բացվել այս ճշմարտությունը։ Լյութերը հո Աստված չէր։ Այո, մեծ գործ է արել ինքը, ռեֆորմացիան տեղ ունեցավ, մանավանդ կաթոլիկ եկեղեցին այնքան էր խեղաթյուրել Աստծո խոսքը, փրկության ճանապարհը ամբողջությամբ որպես սխալմունք էր ներկայացված։ Շատ մեծ գործ է արել, բայց եթե ինքը հափշտակության չի հավատացել, դա նշանակում է, նա չի հավատացել, մենք էլ չհավատանք։ Մենք հիմնվում ենք Աստծո խոսքի վրա։ Մեկ այլ բանավեճ արգումենտ, որ հափշտակության վարդապետությունը առաջ է բերել Ջոն Նելսոն Դարբին, որին մենք շատ շնորհակալ պիտի լինենք, պիտի ասենք փառքես Տեր Աստված, այդպիսի մեկի համար, նաև Սկաֆիլդը, որ շարունակեց այդ գործը, բայց նրանք չէ, որ հափշտակության գաղափարը մեջտեղ են բերել։ Տեր Հիսուս ինքը ասավ, չէ, գիշերվա գողի նման պիտի գամ, ինչպես պիտի լինի, դա հափշտակության մասին է վերաբերում։ Եւ իր աշակերտները, ովքեր որ գրեցին սուրբ գրությունները, նրանք հաստատեցին այս ճշմարտությունը, բայց 19-րդ եւ 20-րդ դարում այս անձնավորությունները Ջոն Նելսոն Դարբին եւ Սկաֆիլդը վերակենդանացրեցին այն ինչ որ դարեր շարունակ ծիսական եկեղեցիները արգելել էին, հերձվածողություն էին համարում։ Երկրորդ դարի ակնառու աստվածաբան Իրենիոսը մի գիրք ունի գրված հերձվածողների դեմ, այդպես է կոչվում, այդ նշանավոր գրքում ներկայացնում է նախանեղության հափշտակությունը, pre-tribulational rapture, նաև Եփրեմ Սուրյացին կամ Ասորին մանրամասը գրել է, որ բոլոր սուրբերը ընտրվածները պիտի հավաքվեն Տիրոջ առջև նախքան մեծ նեղության շրջանը։ 5-րդ դարում ապրած մի աստվածաբան էլ կա, որ ընդհանուր շատ հրաշալի գրություններ ունի, բայց այս պարագայի համար իր հետ բոլորովին համաձայն չենք, նրա անունը Օգոստինոս է, որ ասել էր հազարամյան իր ժամանակ է։ Հիսուսի հարությունից հետո սկսվեց հազարամյա ժամանակաշրջան, էլ ինչ այդտեղ հափշտակության մասին էլ խոսք չկա, բայց երբ որ 1000 տարին լրացավ, խայտարակ եղան։ Ներկայացում էր, որ հազարամյայից հետո Հիսուս պիտի գա եւ չեկավ։ Եվ հավատացյալներ, ովքեր որ լսել էին նրանց այդ կոչերին, նրանց ուսուցումներին եւ անգամ իրենց ունեցվածքներին ծախել, լեռների գագաթներին բարձացել, որ այնտեղից Հիսուսի գալուստը դիմավորեն, ի վերջո որոշ ժամանակ անց հիասթափված լեռան գագաթից իջան, ձեռն ունայն, Հիսուս չեկավ, որովհետև սխալ վարդապետության վրա էր հիմնված նրանց հավատալիքները։ Բոլոր ծիսական եկեղեցիները որդեգրել են Օգոստինոսի գրությունները եւ նրանք հազարամյա
թագավորությանը որպես տեսանելի թագավորություն չեն հավատում, այլ հազարամյան շարունակվեց, ներկայիս էլ հազարամյա է, ով գիտի որքան ժամանակ, խորհրդանշական է այդ թիվը, հազարամյա ասվածը, բայց մենք քանի տասնյակ անգամ կարդացել ենք 1000 տարի պիտի թագավորի։ Եվ այդ խայտարակվելուց հետո նոր հեքիաթ ստեղծեցին, որ անսահմանափակ դարեր է հազարամյան։ Ուրեմն ինչ դուրս եկավ, Իրենիուսը ճիշտ էր, Օգոստինոսը սխալվեց։ Այդ մի ֆրազա կա, չէ՞ այդպիսի։ Նոր կտակարանում հափշտակության անհատական օրինակներ կան։ Ծննդոց 5-րդ գլուխ եւ 23 համար Ենովք, ծանոթ անուն է։ Ենովքը Աստծո հետ քայլեց, Աստծո հետ ապրեց։ 300 տարի Աստծո հետ ապրեց։ Եվ ասում է, տեղը չէր գտնվում, որտեղ Աստված նրան վերցրեց։ Եվ նա հանդիսանում է հավատքի հերոսներից մեկը, իր մասին վկայություն կա, եկեք կարդանք Եբրայեցիս 11-րդ գլուխ եւ 5 համար։ Հավատքով Ենովք երկրեն փոխադրվեց, որպիսի մահ չտեսնի, ու տեղը չէր գտնվել, վասնզի Աստված փոխադրեց զանիկա, քանզի անոր փոխադրվելուց առաջ վկայվեց, թե Աստծոն հաճելի էր։ Այսինքն մարմինը չգտան, որ նրան թաղեն, ոչ մի բան։ Հափշտակվեց եւ գնաց երկինք։ Տերը այդպես նրան տարավ։ Մեկ ուրիշ նմուշ հայտնի մարգարե Եղիան, ծանոթ անուն է, չէ՞, Եղիան, Կարմեղոս լեռ, Վահաղի Աստարովտի 400 մարգարեներ, եւ պիտի հայտնի լիներ, թե ում Աստվածն է ճշմարիտ Աստված, եւ ապացուցվեց, որ Եղիայի Աստվածը ճշմարիտ Աստված է։ Երկնքից եկած կրակը լափեց այդ կատարած զոհը եւ դրանով ապացուցվեց։ Եղիան մեծ մարգարե եղավ, թեև ինքը գրություն չունի, բայց իր մասին շատ գրություններ կան, եւ մի աշակերտ ուներ Եղիսե, ում ձեռքով Աստված նույնպես մեծ հրաշքներ արավ, միասին զրուցելով գնում են։ Ու ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հետևյալը. 4 թագավորաց, 2-րդ գլուխ 11 համար, 2 Սամուել։ Կարդանք։ Երբ նրանք խոսելով կերթային, ահա հրեղեն կարկմը եւ հրեղեն ձիերը երևցան եւ զանոնք իրար մեջ զատեցին եւ Եղիա մրիկով երկինք ելավ։ Հափշտակության ահավասիկ եւս մեկ ուրիշ նմուշ։ Իսկ արդյոք նոր կտականում կա որևէ օրինակ անհատական հափշտակության։ Բանից պարզում է կա։ Եվ դա տեղի ունեցավ մեր շատ սիրելի Պողոս Առաքյալի հետ, եւ կարդում ենք Կորինթացիների 2-րդ նամակում 12-րդ գլուխ 2-րդ համարից կարդանք։ Պողոս Առաքյալը խոնարհաբար չի ուզում, որ դա իրեն վերագրի, այսպես է սկսում. Մարդ մը կճանաչեի Քրիստոսով, որ 14 տարի առաջ մարմնով էր չեմ գիտեր, առանց մարմնի չեմ գիտեր, Աստված գիտեր, հափշտակվեց միջև 3-րդ երկինք։ Ու կճանաչեի ուրիշ մարդ մը մարմնով էր առանց մարմնի չեմ գիտեր, որ դրախտ հափշտակվեց եւ լսեց անպատմելի խոսքեր, որոնց մասին արժան չէ խոսել։ Այսինքն չտեսավ ինքը, լսեց միայն, իրեն տեղեկացվեց, թե ինչեր կա երկնքում, անպատմելի խոսքեր, որոնց իմանալը մենք արժանի չենք։ Ուրեմն Աստված ինչեր է պատրաստել, որ մեր խելքից, մտքից վեր բաներ են։ Եվ Պողոս Առաքյալը այդ մասին գրեց, բայց այսօր կարող եք դուք լսել, մարդիկ կան, երկինք են գնում, գալիս են, հեքիաթներ են պատմում, չէ՞, տեսնում են հաջողություն բերեց, նորից է մի հատ գնում երկինք, վիզան կա, պետքություն չունի, սահման չկա, գնում գալիս է։ Պատահել է, որ այդպիսիները տեսնում են մեծ հաջողություն, որովհետև միամիտներ եւ անմիտներ սկսեցին հետևել, Աստծո մարդն է։ Հիմնականում ովքեր են գնացողները, կանայք են։ Սկսեցին նաև դժոխք գնալ, գնացին դժոխքում տեսան
Մայքլ Ջաքսոնին, չգիտեսում եւ այլն, եկան սկսեցին պատմել։ Պատկերացնում եք։ Պողոս առաքյալը ասում է, արժանի չեք այդ բաները իմանալ։ Որքան որ գրվեց, այդքան է Աստված նախասահմանել, որ երկրի վրա մենք իմանանք։ Մնացածը մեզ համար հաճելի ու հաճելի անակնկալներ պիտի լինի երկնքում։ Քրիստոսի եկեղեցին հավաքականորեն պիտի հափշտակվի։ Այն կոչվում է երջանիկ հույս, Տիտոս 2 գլուխ եւ 13 համար։ Եվ հարցումը հետևյալն է, քանի որ Տիրոջ գալուստն էլ շատ մոտ է, արդյոք դու այդ հափշտակության մեջ բաժին ունես, հափշտակողների շարքում ես, միայն վերստին ծնունդ ունեցողներն է, որ պիտի հափշտակվեն, նրանք ովքեր որ անկեղծությամբ, խոնարհաբար Հիսուսին իրենց կյանքերի մեջ ընդունեցին, իրենց մեղքերը խոստովանեցին եւ բռնել են այդ ճանապարհը, նեղ ճանապարհը, որ դեպի երկինք է տանում։ Իսկ նրանք ովքեր որ այդ բանը չեն արել, խելացի գտնվեք։ Այսօր եւ այդ գործարքը, այդ երկկողմանի համաձայնագիրը Տիրոջ հետ արեք։ Սա կոչվում է ապաշխարություն, այսինքն աշխարհին կրնակ դարձնել եւ Քրիստոսով ճամփա ընկնել դեպի երկինք։ Իսկ հափշտակության սպասողների առջև Տեր Հիսուս պարտավորություն է դնում։ Մենք որ հավատքով այդ հափշտակությունը մեզ համար ապահովել ենք, հետևյալն է գրված մեզ համար։ Հովանու առաջի ընթերական թուղթ 3 գլուխ 1 համարից։ Տեսեք հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, որպիսի մենք Աստծո որդիներ կոչվենք։ Սրա համար աշխարհը մեզ չի ճանաչում, որովհետև Հիսուսին էլ չճանաչեց։ Սերներ, հիմա մենք Աստծո որդիներ ենք եւ տակավին հայտնի չէ, ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ նա հայտնվի, նրա պես պիտի լինենք, այդ փառավորյալ մարմնով, վասնզի նրան պիտի տեսնենք ինչպես որ է։ Կարող եք երևակայել, Հիսուսին դեմ առներ դեմ պիտի տեսնենք, փառքերի մեջ պիտի տեսնենք, եւ այլևս Հովանես առաքյալի նման, մեռելի նման գետին չպիտի ընկնենք, որովհետեւ մենք էլ փառավորյալ մարմնի մեջ պիտի լինենք։ Ու շարունակությունը, ամեն ով որ այս հույսը անոր վրա ունի, դու ունես այդ հույսը Հիսուսի վրա։ Բոլորս Եթե այդ հույս ունես, ինքդ քեզ մաքրե, ինչպես նա մաքուր է։ Այսինքն, սրբության կյանքը կատարելագործենք Աստծո երկյուղով, Աստծո վախով։ Եվ սա շատ լուրջ բան է։ Աստված մեզ այդ հրամանը երկնքից իջեցրել է, որ սրբությունը կատարելագործենք, լրջությամբ վերաբերվենք սրան, որովհետև Քրիստոսի ատյանում, երբ որ կանգնենք, մեր ապրած կյանքը Քրիստոս պիտի քննի, ինչպես այն ապրեցինք։ Ուստի Տերը մեզանից ամեն մեկին թող իմաստություն տա, որ Տիրոջ ուզածի պես ապրենք, նրա հետ այդպես քայլենք, մինչև այն օրը, երբ որ մանրանաթան իրողություն պիտի դառնա։ Եվ մենք բոլորս մեր սրտի մեծագույն փափագն է Տիրոջ մոտալուտ գալուստը։ Տերը թող շուտով գա եւ օրհնի իր զավակներին երկրի վրա եւ իմաստությամբ եւ խոնարհությամբ քայլենք միջև գալուստը։ Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։
Աղտոտված